Պաշտպանության նախարարության Լեռնային Հայաստան հանգստյան տանը երկարատև դադարից հետո արդեն երկրորդ տարին անընդմեջ բացառապես անվճար հիմունքներով կազմակերպվում է զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների հանգիստը եւ առողջարանային բուժումը, բուժական պրոցեդուրաների ծավալուն փաթեթով, բուժծառայության բժիշկ մասնագետների անմիջական հսկողությամբ։ Առողջարանը հագեցած է բավական հարուստ բժշկական մասով, մենք ունենք ջրաբուժարան, որտեղ կան տարբեր վաննաներ, մարգարտային վաննաներ, օզոնով վաննաներ, ունենք հատուկ առանձին վաննաներ ոտքերի եւ ձեռքերի համար, ունենք ցնցողների կաբինետ, տարբեր ցնցողներով, ունենք էլեկտրալուսաբուժության հագեցած կաբինետ, ունենք մերսում, պարաֆին, ցեխաբուժություն, որը շատ կարևոր է։ Տիկին Անահիտը մեր հանգստացողներից է, ինքը այս պահին ընդունում է մրկային վաննա, որը նախատեսված է հոդացավերի, արյան շրջանառությունա կարգավորում, մկանային տոնուսի համար։ Հասմիկը ևս զինվորական է, հանգստանում է մայրիկի հետ, վստահեցնում է, որ ոչ միայն բուժանձնակազմի մոտեցումներն են գրագետ ու պրոֆեսիոնալ, այլև համալիր սպասարկումն է բարձր մակարդակի, միջավայրն ու ստեղծված մթնոլորտը նպաստում են լիարժեք լիցքաթափվելուն եւ ուժերը վերագտած ծառայողական գործունեությանը վերադառնալուն։ Ես ինքս երկար տարիներ ծառայում եմ զորամասային օղակում, չեմ պատկերացրել ապրելով Դիլիջանում, այսքան մոտիկ գտնվելով նման հրաշքի, տարիներով չօգտվել, չբուժվել, հանգիստը չվայելել։ Այս պահին պացիենտը ընդունում է իմպուլսային հոսանքներ, որը ցուցված է նյարդային սիստեմի բոլոր հիվանդությունների համար եւ մկանային տոնուսը թուլացնելու, ողնաշար հիվանդությունների, հենաշարժական ապարատ հիվանդությունների համար։ Հանգստյան տան ուղեգրերի տրամադրման առաջնահերթությունը տրվում է հատկապես օրինակելի ծառայությամբ աչքի ընկած սպաներին։ Մայիսը կնոջ եւ մանկահասակ երեխաների հետ հանգստանում, նաեւ օգտվում է բուժական ծառայություններից։ Անկեղծանում է անվճար հանգստի խրախուսանքը մոտիվացիայի եւս մի աղբյուր է սպայի եւ նրա ընտանիքի համար։ Սա զինծառայողներին ընձեռվող հերթական սոցիալական արտոնությունն է, ինչն անխոս ել ավելի է բարձրացնում զինվորական ծառայության գրավչությունը։ Երեխաների կնոջս եւ իմ համար իդեալական հանգստի միջոց է, որպես լավագույն զինծառայող ընտրվել եմ ես, ուղեգիրը մեզ է հատկացվել հանգստանալու համար։ Շատերի համար էլ հանգստյան տունը նաև հաճելի միջավայր է հին ընկերներին եւս մեկ անգամ հանդիպելու, ինչու ոչ հիշողություններն ու անցած տարիներին միասին ապրած նիմի բերելու, դրական էներգիայով լիցքավորված մասնագիտական ու ծառայողական ճանապարհը վերաիմաստավորած շարք վերադառնալու առումով։ Չէ որ բանակն էլ մի մեծ ընտանիք է։ Ընդունում եմ այն փաստը, որ իրոք գնահատվում է զինվորականի աշխատանքը պետության կողմից, ընդունում եմ այն փաստը, որ առաջնային է համարվում պետության կողմից զինվորականի ընտանիքի անդամի համար նման վայր ունենալը։ Այս սրահում պացիենտը ընդունում է մագնիտոթերապիա, որը ցուցված է հոդային հիվանդությունների համար, լինի արտրիտ, պոլիարտրիտ, պարոզ, օստեոպարոզ։ Զինծառայողին շատ կարևոր է, որ վերականգնվի իր եւ նյարդերը, եւ եթե ողնաշարը նրանց ֆիզիկական ծանր աշխատանքից հետո ողնաշարը, հոդերը, շատ կարևոր է եւ մենք շատ գոհ ու շնորհակալ ենք, որ մենք ունենք այս հաստատությունը, որից կարողանում ենք անվճար գոնե տարին մեկ անգամ օգտվել։ Արթուր Արզումանյանը հույս է հայտնում, որ շուտով զինվորականներն ու նրանց ընտանիքների անդամները հնարավորություն կունենան իրենց հանգիստը կազմակերպելու ավելի բարեկարգ եւ հարմարավետ պայմաններում։ Հանգստյան տան շենք շինությունների եւ այլ ենթակառուցվածքների հիմնանորոգման ծրագիրը նախագծային փուլում է։ Վերջին ամիսների փորձը ցույց է տալիս, որ այն օրենսդրական փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել վերջին ժամանակներս, դրանք խթան են հանդիսացել, որպեսզի առողջարանը համարյա 70%-ով միշտ զբաղվածություն ունենա։ Այսինքն 100-ից 130, 140 մարդ զինծառայող եւ ընտանիքի անդամ կարելի ասել մշտապես գտնվում են եւ օգտվում են առողջարանից։ Իսկ առայժմ ջանք չի խնայվում, որպեսզի մեր զինծառայողների եւ նրանց հարազատների համար ապահովվեն հանգստի լավագույն պայմանները, որպեսզի նրանք իրենց գնահատված եւ արժեվորված զգան։ Սա ոսկե կանոն է հանգստյան տան սպասարկող կազմի յուրաքանչյուր աշխատակցի համար, որոնք իրենց աշխատանքը նաեւ հայրենիքի պաշտպանների հանդեպ երախտիքի փոքրիկ դրսևորում են համարում։ Նաիրա Համբարձումյան, Ռուբեն Մնացականյան, Զինուժ։